Знаю, милый, знаю, что с тобой потерял себя ты, потерял. Ты покинул берег свой родной. Сэмно, положи эту музыку, которую хочу, чтобы всегда положил. Без меня ты... Այ սախմե, Օրոխբեր ջան, քու ցավը տանեմ ազիվս օդարության մեջ մի հատ զեմլյակ տեսանք, հայ ախմե։ Հնատորը քաշինս նորմալ քաշի, այնպես քաշվել մաշվել չլինի, ծատրը հավեսով քաշի լրստի ախմե ջան։ Չիմանա ոչ մեկի Գերիշ, Վարդան Օրոխբեր ջան, ուրախ եմ ցավը տանը, ոնց է տրամադրությունը։ լավ չի Օրոխբեր, լավ չի։ Խի ախմե չի սազը։ Ես իմ կնգաս կասկծում եմ էլի, դավաճանության մեջ եմ կասկծում Օրոխբեր։ Լավ, էլի ախմե, ինչ ես ասում։ Խի, Օրոխբեր, աշխատող տղա եմ էլի ես, Օմսկ եմ 5 տարի աշխատել, հետո դուրս տեղափոխվանք Պսկով, ընդուց ես 3 տարի արդեն Վլադիվոստոկսկ ենք էլի։ Օրոխբեր, ուրա Օմսկը չէ, Վլադիվոստոկսկը, նագլի հեռու են, չէ, դեսանտ հեռու են, չէ, ախպեր, որ քաղաքը գնացինք, նույն էլեկտրիկն է մեր տուն գալի, Օրոխբեր։ Արա լավ էլի ախմե ջան, ես ինչ վատ բան ասիր։ Գալիս են Ռուսաստանից կնանիք բավատկի կրվերցում են, գիտեն լավ բան են անում Օրոխբեր։ Արա ցավը տանեմ սրտիդ մոտիկ չեն թողնես, մեռնեմ ջան։ Բա դու ուր դու տղա ես։ Արտաշատցի եմ Օրոխբեր։ Ոնց։ Ախմեր ես էլ եմ արտաշատցի։ Արա вообще խարებ դուրս եկան, կարա ցավը տանեմ։ Օրոխբեր ջան։ Բայց դե ուր ես մնում։ Հենց են Պերվամայսկի պերեուլեք Օրոխբեր ջան։ Ոնց։ Ախմեր ես էլ եմ մտե ապրում։ Բա որ շենքն է ձերը։ 35 շենքը Օրոխբեր։ Ախմեր էդի մեր շենքն է, արա ցավը տանեմ։ Ոնց է ձեր շենքն է Օրոխբեր։ Աբա մեր շենքն է։ Հələ որ բացես դες ապրեմ։ Երկրորդ։ Բահարգը։ Երրորդ։ Ախպրես հարևան ենք այդ ցավատանը նույն հարգը նույն բացես դա այդ ցավատը։ Կրանքիդ մեր։ Քանի տարի իրար իրար շենք տեսա։ Արա ես իմ ախպեր տարբեր ժամեր ենք էլի գործի գրեմ Օրոխբեր։ Բա որ կավարտիլնա ձերը 25-ը թե 26-ը։ Օրոխբեր 24-ն է մերը։ Չէ, ախպեր, չէ լավ է։ 24-ը էդի մեր կավարտիլնա, էդի 10 տարին դե ապրել։ Օրոխբեր ջան, մեկի երևի շատ ես խմես, սամագոնի տակ ես էլի մնացել, տարիքդ էլ առել ես, լավ չես հիշում, ցավը տանեմ, 24 էդի մեր կավարտիլնա, 5 տարի անդե ենք ապրում արդեն։ Արա ջալ ջան, ես քեզ ասում եմ, որ 24 էդի մեր բնակարանն է, մեռնեմ ջանիդ, ու ես էդի հավեսով անց հիշում եմ։ Օրոխբեր ջան, երևի մի քիչ շատ ես խմել, նորից եմ կրկնում։ Էդի վատ բան չկա դրա մեջ, մոռացել ես, խմեմ մորցել ես հիմա Օրոխբեր։ 24-ը մեր կվարտիրն է, ցավը տանեմ։ Արա դե լսի քեզ ինչ եմ ասում այդ ջայլ։ Ես կարամ եմ լիտրերով խմեմ ու կասկածով մանգամ եմ ասացի վրա։ Ասում եմ 24 էդի մեր կվարտիրն է։ Օրոխբեր, եթե դու կասկածող ես մանգալի, իմացի քտել ես ու մեկի տեղը լիքը, որովհետև ես քո ասածների վրա լիքը կասկածում եմ։ 24-ը մեր կվարտիրն է։ հրանում թողեցի մեծանում մեկ եշե Вот дают, а? Армяне, отец и сын, как напьются, совсем друг друга не узнают. Ищи себя, любимый мой, где-то. Սամ, Սամ այսօր երխուն կտանես, չէ Սամ։
Բայց ես գործ եմ ուշանում եմ ո՞ս տանեմ։ Լավ էլի սա միշտ ես եմ տանում։ Կլինի մի անգամ էլ դու տանես։ Գիտես այսօր գրիչս ծնունդն է, պիտի գնամ օգնեմ։ Հե Սամ։ Սամ լավ էլի, հե։ Լավ։ Մերսի կյանքս։ Արի բարես։ Բարև ձեզ։ Երեխային վերել եմ։ Դուք երևի սխալվել եք, մենք մեր մանկապարտեզում սենց երեխա չունենք։ Իսկ մոտակայքում ուրիշ մանկապարտեզ կա։ Այս դիմացի փողոցը անցեք, վերևում կա։ Եղավ, շնորհակալություն։ Ստիս։ Sento avvicinarsi dei passi quasi come una minaccia che viene verso di noi. Non li distingo bene però dall'odore sono certo di sapere chi sono. Ո՞ս գնացեք։ Ճիշտն ասած, ես չեմ հասկանում։ Դուք չգիտեք ձեր երեխան որ մանկապարտեզն է հաճախում։ Ես այս երեխային առաջի անգամ եմ տեսնում։ Loro sono fatti quasi come noi con le gambe e il naso camminano coi piedi e guardano con gli occhi anche. È principale di capire che tra noi e gli uomini nessuna differenza. Ես ինձ սիրուն բալիկա, որ մենք սենց պապա ունենայինք, ես հաստատ կհիշեի, բայց ցավոք սրտի մենք սենց պապա չունենք։ Allora devi spiegarci un po' come mai non ragioni come gli altri uomini. Perché tu come noi non ti meravigli se vedi un asino volare in cielo. Perché tu come noi non ti Papa, եթե մի հատ եմ հակապարտեզ մտնենք, ես տբրոցից կուշանամ։ Երեխեք ջան, դեկտեմբերի 13-ն է, պապան արդեն շատ վատ է, ցավերը ուժեղացել է, կակայնի վրա ենք պահում, որ չզգա, ես ձեր ուղարկած կամեր արվել, ես ուզում ենք պապայի վերջին ցանկությունները, որ լսենք, որ դուք ամերիկաներում իմանաք ինչ է ուզում ձեր պապան։ Սիմոն ջան, ես խորաստես ես։ Նա ջուր դուր։ Ջուր չի կարելի ախր, գիտես որ կբացի։ Չեմ։ Ջուր դուր։ Չի կարելի, վայ Սիմոն։ Աղջի, հորը մի բոլորո։ Երեխեք ջան, դեկտեմբերի 13-ը պապայի ցավերը ուժեղացել էր ստիպված կակային ենք տալի, որ մի քիչ թուլացնենք։ Վերջի խոսքը ուզում ենք գրենք ու ուղարկենք ձեզ, որ Ամերիկայում տեսնեք։ Պապան ոնց է, ում ինչ է տալիս։
Սիմոնն ատ լրջացի։ Ասա, սկսենք այդ մեքենայից։ Մեքենան տալիս եմ Արմենակից։ Դե լավ էլի Սիմոն, դե ինչ Արմենակ։ Արմենակ ջան, իհարկե կներես դու մեր ամենասիրած փեսան ես, բայց դու տղա ունես, ինչ Արմենակ։ Արմենին պետք է տանք, որտեվ Արմենին մեքենա է պետք է այդտեղ։ Երեխաներին տանում է ստենտե, կարատեի, բալի։ Լավ, մեքենան տալիս եմ Արմենին։ Ապրես, մեկալ է։ Պաստորեն Արմեն ջան, մեքենան մնաց քեզ։ Մնացած է սա, Սիմոնը կասի։ Սիմոն ջան, ասա, գարաժը ում եք տալիս։ Գարաժը տալիս եմ Արմենակից։ Վայ ախր, Արմենակ ջան, ախր ես քո դեմ իսկականից ոչ մի բան չունեմ։ Հասկանում եմ, որ այդ կակայինը դու ես ուղարկում, որ ցավերը կտրենք մեր Սիմոնի։ Բայց ախր Սիմոն ջան, մենք տղա ունենք, Կարենը, որ բանտում նստած է հենց այդ Լոս Անջելեսում, որ ինքը դուրս գա, որտեղ ապրելու, գոնե գարաժում կապրի մի ձև կգա Հայաստան։ Վերջ, գարաժը տալիս ենք Կարենին, Արմենակ ջան, կներես։ Ասա։ Գարաժը տալիս ենք Կարենին։ Ապրես։ Պաստորեն, գարաժը մնաց Կարենին։ Սիմոն ջան, հիմա ասա, թե կամերան, այս կամերան ում ես կտակում։ Էսի, Արմենակից, Պեսուս։ Այ Արմենակ ջան, ախր ճիշտ հասկացի, ոնց որ անդադ քո դեմ լինեմ։ Բայց ոնց ես Պեսուտ ուղարկում, որ այդ քո աղջիկը Կարինեն երկու հատ փոքր երեխա ունի, գոնե նկարի ուղարկի թորներին նայեք ախր։ Այ Սիմոն ջան, ինչ ասում լրիվ խելքը կորցել, լվեք ալես տեսել մի բան հասկացել եմ։ Քիչ էր։ Պաստորեն Կարինե ջան, կամերան մնաց քեզ։ Սիմոն ջան։ Վերջի հարցը տան հարցն է, երեխեք ջան։ Տունը ում եք թողնում։ Ում ես թողնում Սիմոն ջան, ասա։ Արմենակին։ Արմենակ ջան, կներես։ Ախր ոնց որ ընկել եմ ես Փեսու եւ երեխեքի սարանքը, բոլորն էլ իմ համար հարազատ են։ Արմենակ Սիմոնովիչ, շատ հարազատ եք իմ համար, բայց թողնում ենք Արմինեին, նա տուն չունի, բարձո են ապրում, մնում ա տունը Արմինեին, վեր Սիմոն։ Ասում եմ Արմենակին նա տունը։ Արմինեին։ Արմենակ։ Ասեցի Արմինեին ա մնում։ Տունը իմն ա, ասում եմ Արմենակին։ Վերջ, Արմինեին ու վերջ։ Աղջի, հիմա դու ես մեռնողը թե ես։
Տակերից ինչ ունեք։ Դե Չլավ, ես գիտեմ։ Ձուկ։ Իսկ ձկներներից ինչ ունեք։ դե լավ կլիներ։ Լավ, ես գիտեմ։ Կարմրախայտ։ Կարմրախայտը գրանցվեց սալատներից։ Դե երևի Չէ։ Գրանցվում է, իսկ գինի ինչ խորտ կտակ։ ձկամետ լավ կլիներ սպիտակ։ Չէ, գրենք ուրեմն կարմիր գինի։ Եվ եթե հնարավոր է շոուն մի կես ժամ շուտ սկսեք, արագ էլի թող անեն, ես շտապում եմ։ Մեր մոտ շոուն 9-ից շուտ չի սկսվում։ Լավ։ Ուրեմն մոխրամանը փոխի։ Աշիվը Ինչ պիտի դա։ $100։ Մեր մոտ 100 է։ Ստոպ։ Ձեր համար 100։ Եթե չեմ սխալվում 100։ Աշա, Աշիվը ինչքան $200։ Ինչքան 200։ Բռնվար, ես ամեն ինչ լավ հիշում։ Աշիվը $100։ Հա, լսի լավ է։ Ոչ, չել է։ Ոնց թե ոչինչ։ Լեզուդ կչորանա մի օր ասես լավ էր։ Լեզուդ կչորանա մի օր ասես աննման է, շատ լավ է, վերջն է։ Մի օր մեկ լավ բան չլսեցի քեզանից։ Մի հատ ասեի, մի օր քո նմանը չկա։ Քո նմանը չկա։ Դու միակն ես ինձ համար։ Դու միակն ես ինձ համար։ Ես քո համար գժվում եմ։ Ես քո համար գժվում եմ։ Դե մի բան է քո կողմից ասա։ Իմ կողմից։ Հա։ Բարի գիշեր։ Ես ոչնչության պատճառով իմ ամուսնուն դավաճանում եմ, հա? Իմ արդար, իմ զուլալ, իմ... Ինչ ես դավաճանում է, գնացել է գործի մեկ ես զբաղվում եք էլի դավաճան։ Скажи, узнать мы смогли, откуда узнать.
знать, что все обойдется. Не напрягайся, не думай об этом. Все будет круто, все перевернется. Все, что тебя касается, все, что меня касается. Քանի անգամ քեզ ասեմ, քո տեղը տեղաշորում է։ Էս իրա տեղն է։ Все только начинается, начинается. Անդո, հերիքա խաղաս, արի տուն։ Մամա, մեսակի գա։ Բալիկ ջան, կանֆետ սիրում ես։ Այո։ Դե արի գնանք ընդ ես քեզ լիքը համով կանֆետներ կտամ։ Բայց իմ մաման ասել է անծանոթ ծածաներից կոնֆետ չվերցնես։ Ես ինչ անծանոթ Ազիզ ջան, ինձ աշխարհի բոլոր ոստիկանները շատ լավ ճանաչում են։ Արի Բալիկ ջան, արի, համով կանֆետներ կտամ քեզ։ Բա ես ինչ ասեմ, Բալիկ ջան, ես մտին ընդեից մենակով պետք է հետ գամ։ Երիքա, լավ, կարնեմ էտ նորկը վիշուբ եմ։ Տիկին անհանգստանալու ոչ մի կարիք չկա, հենց հիմա ես նայում եմ նկարը, մատի վրա փոքր ճակ կա, ոչ մի ջարդվածք, հասկացաք, ինձ ուրիշ փաստ անհանգստացեց, այդ մատանին որ կա ձեր մատի վրա, այո, այդ ադամանդա չէ, ես ճիշտ գիտեի, ուրեմն դա ճակ ունի, դուք տեղյակ եք, եթե ուզում եք ես շատ լավ գնով կարող եմ վաճառել, այո, եղավ դե մատանու համար անպայման կզանգահարեք, հենց որ Բարեձեզ։ Մի րոպե ընկերչան իմ հերթնա, հերթու գնացեք։ Երեխույոտ եմ այնգեր։ Ես ձերքերով հրում եմ ձեզ։ Հենց որ կարողանաք զանգարել, ես շատ լավ գնով ունեմ, իսկ չէ, դա հնարավոր չի կրծել, այդ ճակը հնարավոր։ Չէ, մատինը հնարավոր է, ադամանդինը հնարավոր չի։ Ոչ ձերեք տալի ցավում է, մատան ինչ է, մատը ցավում է, ոչ, կանցնի, եղավ։
Դրանից մոտ կլինտ այգել, ես հետո կզանգարեմ, եղավ, հաջողություն։ Դուք երևի սպորտսմեն եք ձեր մոտ կվնասվել է զոհեր է պահանջում սպորտը և հենց ձեզ համար ես ունեմ լավ առաջարկ, այս սապոգները, իմ ջանոց ձեր ոտքով և շատ էժան գնով։ Չէ, ես ոտը չեմ ջարդը։ Հասկանալի է, երկրորդ տարբերակը։ Թթիծար բարձրանալ, թավտալ, ընկնել, վնասվել, կոմպոտներ ամենաթարմ մրգերից և ամենաէժան գներով հենց իզման, հենց հիմա, որն եք ուզում, ելակ, գիլակ, չգիտեմ։ Չեմ ուզում կամպոտ։ Ձեր վրա նայելով ես կարող եմ ասել, որ դուք երևի մասնակցել եք օպոզիցիայի միտինգին և ձեզ վնասել են, հենց ձեզ համար շատ լավ առաջարկ։ Համարյա նոր բրոնեժիլետ, 2 անգամ կրակած և վերանորոգված, $50։ Չէ, Ձեզ համար 45, 43։ չէ, Ապրում եք սեփական տանը, տանը անտենա եք տեղադրել և ընկել եք վնասվել եք։ Ցավոք սրտի անտենաները վերջացել են։ չէ բժիշկ, իմ մոտ ուրիշ բան է։ Հետաքրքիր է։ Ես երազներ եմ տեսնում։ Մի վարքյան, ուրեմն երազների գծով հոգեբանի մոտ կողքի կաբինետ։ Հաջողություն։ Չէ բժիշկ, խնդրում եմ լսի ինձ։ Երազից մեջ մի հատ աղջիկ եկավ, 4 օր առաջ էր։ Մազերը երկար, սենց ֆիգուր են գծած։ Ու հենց այդ պայն դուք գնում եք մահճակալից, մահճակալներ ամենալավ գներով, ամենացածր մահճակալները, 5 սանտիմետր բարձրություն և իմիջալից ընդամենը $150։ Ես հենց հիմա կզանգարեմ և հենց հիմա կպատվիրեմ։ Չէ, բժիշկ մի զանգեք, լսեք։ Ու ինքը ինձ առաջարկեց, որ մենք առանձնանանք սաունայում։ Ու ես ձեռքերով ասում եմ գնա, հնում է իրան, ասում եմ մի մոտեցիր ինձ, գնա հեռու։ Եվ հենց այդ պահին եք ընկնում մահճակալից։ Իհարկե ես հասկացա 5 սանտիմետրը ձեզ համար իհարկե դա շատ մեծ բարձրություն է։ Կան 3 սանտիմետրանից ավելի էժան եւ ավելի փափուկ եւ փափուկ հատակներ, հասկանում եք, ընկնում եք փափուկ հատակին։ Երկուսը միասին $200 ձեզ համար նվեր։ Չէ, մի րոպե, լսեք, մյուս օրը երազից մեջ տեսա 2 հատ աղջիկ։ Մեկը մյուսից ծիրուն, մեկը սև մյուսը բլանդինկա ու երկուսով առաջարկեցին, որ առանձնանանք մենք։ Ասում էին Պետրոս, արի տանենք քեզ սաունա։ Ես հասկացա, ձեզ պետք է 2 մահճակալ 2 աղջկա համար եւ ընկնելուց կարող եք ընկնել մեկից մյուսի վրա, մեկը 5 սանտիմետրից, մեկը 3, ընկնում եք մի մահճակալից, մյուս մահճակալի վրա, 2 մահճակալ ընդամենը $100։ Վերջ, հենց հիմա զանգեմ։ Մյուս օրը 400 եկան, 400 սկսեցին ինձ ուզում են ձերքերով ձերտային, ասում են չէ, հեռու, թողեք ինձ հանգիստ ձերքերով, երազիս մեջ, ես եմ, չէ բժիշկ ես, մյուս օրը 5 հոգով եկան, ասին Պետրոս, լավ մտածիր, վերջի անգամ ենք ասում, եթե չասեցիր հա, մենք էլ չենք գա, ու ես նորից իրենց հետեերում ասում էի, չէ, հեռու գնացեք, ձերքերով, հեռու գնացեք, Վերջ! Երբ որ դու մտար կաբինետի վրա ինչ էր գրած, գրած էր տրավմատոլոգ, գրած չէ պսիխոթերապետ, պսիխիատր, նևրապաթոլոգ, Ֆրեյդ կամ անասնաբան։ Գիտես ինչի գրած չէր դրանք, որովհետև ես տրավմատոլոգ եմ։ Հասկանում ես, ու ինչ կապ ունեմ ես քո տկլոր կնանեկի հետ։ Ձերներ ջարդի, բժիշկ ջան, ձերներ ջարդի։ Հարավում էր պետք ես կան ծախսարինք ես հարսանիքի վրա։ Այսքան փով կրենք եթենք մեր համար մեն ցենտր սովաձևն է պուծի շեստը։ Սևծով։ Չէ մարդ, ինչ սևծով, ավելի լավ տեղեր կան։ Մետ 24 կվարձենք, կեթենք էշմյազոր, սիրուն ձևով մի հատ մոմ կվարենք, հետո կեթենք ծաղկավան, հանքայավոտ, ընդ խոսքի դիլի ձոր,
ասեն Կիրովա ջան։ Լավ է։ Արսի պես կենացա։ Բա հիմա ինչ ենք անելու։ Ոնց ինչ ենք անելու։ Քնելու ենք։ Բա դու ինձ Արսենը սրահում ասեցիր, որ գիշեր ինձ ասելու բան ունես։ Ահա, ճիշտ է։ Ուզում եի ծանոթացնել մեր տան 3 օրենքների հետ։ Օրենք համար առաջին։ Հորս ու մորս խոսքը քո համար օրենք է։ Օրենք համար երկրորդ։ Քո խոսքը հորս ու մորս համար աստաղանի չի։ Ու երրորդ են տուփը տենում ես։ Հա, տենում եմ։ Այդ տուփին կյանքում չմոտենաս ու չբացես։ Եղա, да добро пожаловать в ряды партии. Я в любовь, как в море, бросаюсь с головой, а ты такой холодный, такая смергладьяне, и все твои печали. Хищный человек, но я не унываю, я сам себя спасаю, ничто на белом свете. Ուր ես գնում առավոտ գիշերով։ Տղեկը զանգին գրում ենք խաշ ուտելու։ 25 տարվա մեջ մի անգամ ինձ հետը տեղ չտարար։ Ասում եմ տղեկով են գնում։ Խաշը տղա է սիրում։ Я про все на свете с тобою забываю. Я в любовь, как в море, бросаюсь с головой, а ты такой. Ես փոշին էի սրբում, պատահական բացեցի ես։ Լավ, բացել ես, անցացել է։ Բայց ես ինչ ասրա մեջ, ես ինչ դվեր, հա։ Էդ էլ ասեմ, մեր համատեղ կյանքի ընթացքում ամեն անգամ կեզ դավաճանելուց մի հատ ձու վերեկցել եմ էդ տուփի մեջ։ Լավ, ես 25 տարվա մեջ այդ 3 դավաճանությունը քեզ կարամ ներեմ, բայց այսքան փողը քեզ որտեղից։ Որ ձվերը տուփի մեջ տեղ չեն անում, ստիպված ծախում են։ А я про все на свете с тобою забываю. И я в любовь, как в море, бросаюсь с головой, а ты такой холодный. Երեխեք ջան, այսօր քննությանը վրնա, հույսով եմ պատրաստվել եք, ոչ մի վախենալու բան չկա, բոլորդ էլ իմ երեխեքն եք, առաջին 3-րդ կուրսի ես ձեզ հասցրել եմ, այսօր 3-րդ կուրսի ավարտական քննությունն է, կփոխադրվենք 4-րդ կուրս, ամեն ինչ լավ կլինի, այնպես որ մի վախեցեք, շատ հեշտ հարցեր եմ ընտրել, այս թղթերը բաժանում ու սկսենք։ Պարոն Սիմոնյան, կարելի է ես բաժանում։ Ումարյան, այս քեզանից չի, թե ուզում ես արի բաժանի։ Над нами солнце светит, не жизнь, а благодать. Тем, кто за нас в ответе, давно пора понять. Тем, кто за нас в ответе, давно пора понять. Мы маленькие дети, нам хочется гулять, а нам говорят, что катит. Короче, гипотенузы. А я говорю, вам хватит. Устал я от этой обузы. Короче, гипотенузы. Устал я от
Այդպես Գումարյան ջան։ Երեխեք ջան, քնության ունենք 2 ժամ, ես ժամանակ արդեն պահել եմ։ Սկսեցինք։ Устал я от этой обузы. Լրություն։ Ես լավ եմ, ինչ։ Ես լավ եմ։ Լավ եմ, ասում եմ, լավ եմ։ Բոյը կապուտ։ Բոյը, կապուտ։ Boya. Kaput. Չեմ հավատում։ Մելոյան, քեզ ինչ պատահեց։ Չէ, պարոն Սիմոնյան, ուղղակի այնքան հեշտ տոմս անգեմ, որ հավատս չի գալիս։ Այնքան հեշտ տոմս է, որ չեմ հավատում։ Ղազարը, ես ինչ ես անում, ես ինչ թանակներ է, հլը վեր կացարիստ է։ Լրիվ քեզ ձեռ ես արել, այդքան քեզ կուրսից կուրս քաշ տալով բերեցի, հասցրեցի 3-րդ կուրսի վերջ, հերիքա, հերջ։ Հիմա քեզ հարց եմ տալի, Ղազարյան, չպատասխանեցիր, ինստիտուտից դուրս եմ թողնում կգնաս բանակում կծառայես, այն դեպ քո դանակները կսրես։ Ուշադիր լսի։ Այն պատից կախված նկարի վրա, ով է։ Ուշադիր նայ նոր պատասխանի, թե չէ բոյից դուրս եմ թողնել։ Հարի Կարոլը, չի։ Սովատես չեմ վռուն ջան, դե գնա հատիկ բեր, հատիկ չունենք, վազի կաղցի ջան, վազի։
ջուրիկը բերես, գնա ջուրիկը բեր։ Ջուրիկը բեր մի կաթիլ ջուրիկ չունեք, ճաշիկը սարքեմ, համով ճաշիկ։ Դե գնա, վազի ջան։ Կասմանավճիկ լինես։ Ես էլ դե տար թապտու դրսը, շուտ արա, որ դու մի քիչ կեղտոտվի, հա? Շուտ։ Վազի։ Amore mio, io non sono più il solo l'unico, hai nascosto nel cuore tuo una storia irrinunciabile. Io non sono più il tuo pensiero, non sono più il tuo amore vero, sono il dolce col fondo amaro che non mangi più. Արանգեր ջան, ես ինչ շուտ ես դուք եմ գալի։ Աբեր, ընես $100 վեգալ։ Գնա կողմար նստի ռեստորանում խորովածա, բանա, մի ժամ, 2 ժամ, կողմար ժամանակ անցկացրում ինչև տենանք ինչ ենք կանում, ցավը տան։ Ապա տենց էլ ասեք, թե չգնա հաց բեր, ջուր բեր, էսի թափտուր։ Հետո։ Այ հիմ մարդիդ, ուրիշ բարել չգիտես։ Սյոս, ամուսնացար ջոգիր, չէ ամուսնական կյանքի կայֆը, բաչեր մեր առաջվա բարած կյանքը, երեխեն, հա լավ ամերսի, սկսել էր զալոգի անցնել, երեկ եկելա մոտս, ասում եմ մամ, այդ ճիշտ է որ մենք կապիկներից ենք առաջացել, ասում եմ բալիկ ջան, չգիտեմ ես քո հոր բարեկամներին չեմ տեսել։ Լավ չէ ասել։ Հումորով տոշտի ինձ ակաշը։ Հələ մի րոպե ոնցով զանգնա։ Աշկիս բալես ա դպրոցից եկել։ Եկ ապա։
Արա բալես, տնայինը ինչ են տվել, այսօր ինչ եք պարապելու։ Հեշտ պապ տնային չեն տվել։ Ոնց չեմ տվել։ Մի րոպե լսուզի։ Դե ուրեմն պետք է ամանները լվամ։ Ասա, հաշմի տխագեր, ռտղայա Օ իմ տիրամայր, հորս պաշտելի քաղաքի պարիսպները վտանգված են թշնամու անառակ ու բիրտ ամբոխի կողմից։ Ու ես արդեն զգում եմ մեր մոտալուտ վախճանը, որովհետև դավաճան ականջիս լսելի է բիրտ թշնամու ձայները, ձայներ, որոնք ներխուժում են ամրոց։ Ուր ես մեր միակ ու հավատարիմ ասպետ։ Ստոպ։ Ուրա։ Ինչ է ուրա։ Ուրա էմոցիան։ Լրիվ առանց էմոցիայի ես ասում։ Նույնը էմոցիայով։ Գնաց։ Լավ։ Հորս պաշտելի։ Չէ, սկզբից չէ, մենակ վերջի մասը։ Էմոցիայով։ Ուր ես մեր միակ ու հավատարիմ ասպետ։ Ստոպ։ Ուրա։ Ինչ է։ Ուրա էքսպրեսիան։ Ուրա էքսպրեսիա։ Ուրեմն նույնը էքսպրեսիայով չենք մոռանում էմոցիան։ Գնացինք։ Ուր ես մեր միակ ու հավատարիմ ասպետ։ Ուր ես։ Ուրա։ Ինչ է էքսպրեսիան։ Չեք։ Էմոցիան։ Ուրա եկ։ Ինչ է։ Ասպետը ուրա։ Ես շատ գիտեմ որտեղ է թերև գալիս։ Ուրա էտի։ Այդ կինը ամուսնացած չի։ Լավ, 5 րոպե պերերիվ մենք կվերադառնանք փորձին հետո։ Ազատ եք։ Ինչ տեխնատուներն ու կան։ Տղա ջան, դու գիտես, որ իմ փորձի ժամանակ անգամ դերասանները վախում են բեմ դուրս գան։ Դու հետով ես դարել, որ 10 անգամ փորձի ընթացքում իմ դեմով ասնում ես, այ բեմի ստրուկ, այ կոլիսի փոշի, այ լույսի ворդ։ Լավ խի ես միրավորում որ։ Բայց էքսպրեսիա կա մեջ, էմոցիա կա, գիտես։ Իսկ կարող ա ուզենաս ասպետի դեր խաղաս։ Էդ ինչ է։ Բանվոր, բայց թրով։ Այն ինչ կա որ։ Տղա ջան, այդ ձեռքիդ դիր արի մի հատ։ Անդ ոնց է։ Մացակ։ Մնացական ջան, վաղը մեզ մոտ պրեմիերա է եւ դու խաղաս ասպետի դերը։ Դուրս ես գալի բեմ եւ ասում ես ես եկա իմ թակոյի։ Մի հատ ասա։ Թագուին ով է որ։ Նա կարևոր չի։ Լավ մեջը փող կա։ 500 դրամ։ Հա, կա։ Հա դե նորմալ է, ինչ պետք է ասեմ։ Ես եկա իմ թագուի։ Ես եկա իմ թագուի։ Ուրա էքսպրեսիան, ուրա էմոցիան, այդ դեմի ճիճու։ Լավ խի ես միրավորում որ։ Այ լավ ասում եմ էմոցիան, այս ես նույն ձևացալը։ Խի ես միրավորում։ Այդ մեկը չէ, նախորդը։ Ես եկա իմ թագուի։ Այս սենց լավ, ավելի ուշ է, էմոցիայով, էքսպրեսիայով, ծո։ Վերջ։ Վաղը քո պրեմիերան է։ Ինչն է։ Կարևոր չի, գնա, ժամը 7-ին կգաս։ Գնա գրիդորի մոտ։ Օ իմ տիրամայր։ Հորս պաշտելի Հիմա չէ։ մոտալուտ վախճանը։ Կանցի դավաճան ականջիս լսել։ Գնա։ Հիմա չէ։ Ձայները։ Հիմա գնա։ Հիմա չէ, ես քեզ կասեմ։ Գնում եմ։ Չէ, հիմա չէ։ Ձերս թողնի։ Երեսման։ Ես քեզ կասեմ։ Ուր ես։ Մեր միակ
Ես եկա իմ թագուի։ Ուշ է։ Թագավորին արդեն սպանել են։ Ոնց սպանել են։ Հələ բա մի ժամա ուզում եմ գամեն էշը չի թողում։ Թագավորին սպանել են։ Լավ չի, ձեր ամուսին իմ դուրը բացարձակ չի գալիս։ Բժիշկ ջան, ճիշտ ասած իմ դուրն էլ չի գալիս, բայց երեխեք իրան շատ են սիրում։ Քուր ջան, ես ի նկատի ունեմ ձեր ամուսնու առողջական վիճակը։ Հորքուր ջան, ձեր ամուսնուն մնացել է ապրել 6-ից 7 օր, եւ քանի որ նրան շատ քիչ է մնացել, դուք այդ վերջի օրերը պետք է սարքեք նրա համար տոն։ Տատի ջան, եւ ես գտնում եմ, որ դուք այդ մարդուն պետք է ասեք իր հիվանդության մասին, որովհետեւ այդ մարդը չարված գործեր ունի, չասված բաներ ունի, չտրված պարտքեր ունի։ Մի քանիսի մասին ես տեղյակ եմ, իմիջիալոց ինձ է պարտք։ Դրա համար մայրիկ ջան, քանի որ դուք նրա կինն եք, գտնում եմ, որ դուք պետք է ասեք այդ հիվանդության մասին, բայց շատ նուր։ Այսքանը հոպար ջան, ինձ կներեք, ես զբաղված եմ, հաջողություն։ Հարուս ջան, ես ինչ խաբար է։ Սաշիկ ջան։ Եկերդ մերնումա դուր ես այդ տղա։ Ամաստուվայ Արուս ջան, այսօր առավոտը մեկ է, մաման ասեց ստեկ, ինչ ա եղել։ Բժիշկ ասում է 5-6 օր մնացել եկերոջ հետ։ Հիմա չգիտեմ ինչ պետք է անել, ինձ էլ ասեց, որ իրան նոր փասեմ հիվանդության մասին, որ ես 5-6 օրը քեֆ անենք, բավար գոնի ուրախ անցնի, բայց իմ ներվերը չի տալիս, Սաշիկ, ես չեմ կարող իրան հետ ասեմ։ Սաշիկ ջան, ինձ կոկրես չէ, դու կասես, նուրբ ձևով մի ուրախ, նուրբ ձևով գնա մտի ասա էլի։ Արուս ջան, արխային ցավը տանեմ, ինձնից նուրբով պետք է ասի։ Ցավը տանեմ, Պիեր Կարդեն կարդացած տղա եմ։ Սուտկեն 24 ամիս Ֆրանսիայում հանգստացել, ինձնից նուրբով կարա ասի։ Արխային ցավը տանեմ։ Ախպեր ես, ես մերնում են։ Եկել եմ, լսում եք, ասում եմ եկել եմ արա, երևի լավ չեք ջոգում, հա, ասում եմ ստեղ արդեն, չեք ջոգում, աչքիսում, ընչի ձեն չեք անում, այս ինչ վիճակը, պանթի էսելի, As I walk through the valley of the shadow of death, I take a look at my life and realize there's nothing left. Cause I've been blasting and laughing so long that Այսօրվանից սկսած գալեմ տուն ժամը 3-ից ոչ շուտ, խմելու եմ 3 շշից ոչ պակաս ու սա գիշեր երաշտություն եմ լսելու։ Օրենքը մտնում է ուժի մեջ, այ հենց այսօրվանից ու վերաբերում է բոլորին, առանց բացառության, նաև ինձ։ Bitch! You better watch how you're talking and where you're walking, or you and your homies might be like. Քնացեք, բանջի չեք ելու մի հատ հացնեք ես ուրեիր, ես ինչի ես կա լակ է, ես ինչի ես գիշերվայի եկին գալի, մի հատ հարցեք, հարցին կպատասխանի արպետ ծուղուցավ ու կեֆերի նախարար ես, չորդ խոզապոր, լավ եմ արել լակել եմ, լավ եմ արել գիշերվայի եկին եմ եկե, ու լավ եմ արել ու աննելու եմ։ I really hate the trip, but I gotta low. As they croak, I see my side. Pistol smoke, fool. I'm the kind of G the little homies wanna be like on my knees. Աղջի, ինչի ձեն չես անում։ Պետք է խել կամ քիթ չունես, որ հարցնես
Արա էսի ժողովրդավարից ես գալի, շիշ Կրիստիան Դիոշի հոտ է գալի։ Ու ես ճակտի չպսնեմ ասեմ սիրացիս մոտից եմ գալի, ու ամեն օր սիրացիս մոտ եմ գնում։ Հարցեր։ Արա դե լավ է, էլի մենակ ապրել է։ De la ferme, всего 16 лет, таких изысканных манер во всем. Սիրելի Ֆերդինա, արդեն 1 ամիս է անցել քո մահից հետո, բայց ինձ թվում է, որ անցել են տասնյակ տարիներ։ Ամեն վայրկյան անցկացրած առանց քեզ վերածվում է ինձ համար անվերջության։ Շնորհիվ քեզ ես հասկացել եմ ինչ է երջանկությունը, բայց հաճախ կյանքը լինում է դաժան։ Քո մահից հետո մեր ընտանիքը հայտնվեց ծանր կացության մեջ, եւ իմ հայրը ստիպեց ինձ ամուսնանալ տարեց եւ հարուստ Կոմս դե Բրուայի հետ։ Այո, այդ զզվելի ծեր եւ կնճռոտ բիձուկի հետ։ Ֆերդինանդ, դու գիտես, որ ես քեզ սիրել եմ եւ ամբողջ կյանքը սիրելու եմ միայն քեզ։ Բայց այժմ ես ստիպված եմ գնալ ինձ համար տհաճ եւ զզվելի մի մարդու ննջարան եւ կատարել իմ ամուսնական պարտականությունը։ Ֆերդինանդ, դու ինձ համար եղել ես առաջին եւ վերջին տղամարդը։ Խնդրում եմ, ներիր ինձ։ Палач ты был, мастак, и вот там лилия цветет, там лилия цветет. Цветет. Фердинанд! Արևոտ երկնքում անցավ լեռների կատարներ անհաց հավքի պես շարերի ծարած տաճարներ խաչերով պատված մի փորշոտ արահետ Ուրեից նա իր հետ Ես հոգումներ չի տանում Սատը ալիցեն ոցր բոդելնի կնյարը Երեխաներ, դուք բոլորդ էլ գիտեք, որ մայիսի 9-ի կապակցությամբ գիտության և կրթության նախարարությունից մեր դպրոց ստուգողներ են գալու։ Մտնում են դասարաններ տարբեր հարցեր տան երկրորդ համաշխարհային պատերազմից։ Դրա համար ես անցած ամբողջ դասը նվիրել եմ այդ թեմային՝ երկրորդ համաշխարհային պատերազմ։ Այսօր նույնպես ուրեմն մենք կամրապնդենք այդ գիտելիքները, հույսով եմ ինձ այդ օրը հայտարարք չեկալու։ Մուսիկյան, ամենահասարակ հարցը քեզ տամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը ով է տարել։ Ազնիվս ես չեմ տարել։ Մուսիկան ես ամբողջ դասը նվիրել եմ դրան, դու ես ինչ ապուշ պատասխան ես տալիս։ Կարող ես հայտարարական ես այդ օրը։ Նորից եմ կրկնում։
երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը մուսիկան ով է տարել։ Սպարտակին հարցերը կարող ենք նա տարել։ Ճիշտ էր ասում ինձ Նիկո Խոսյանեշ, տակի դասարանը չպետք է ես վերցնի այս դասարանը։ Տեղում նստեք բոլորը տեսա գալիս։ Ես չեմ հասկանում, ով է մեր դպրոցում զբաղվում երեխաների ընդունելությամբ։ Ինչ ա եղել, Տիկին Մեսրոպյան։ Երեքի գյուղում հարցում եմ հասկացնում ես պատերազմի համար համաշխարհային, որ ստուգումները պետք է գան։ Մուսիկային հարցում եմ, մուսիկան, երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը ով է տարել։ Ասում ազնի խոսք ես չեմ տարել։ Ասում եմ հասարակ հարցը ով է տարել։ Ասում չգիտեմ, կարող է Սպարտակն է տարել։ Մուսիկյանն է ասում։ Այո։ Շուտ է ասում, 100% ինքն է տարել։ 100%։ Սա դասարան չի, սա ուսմասվար չի, և սա դպրոց չի, տնկետների ժողովածու։ Ինչ է պատահել, Տիկին Մեսրոպյան, հանգստացեք, պատմեք։ Երեքը գյուղում դաս եմ տալիս, մուսիկային հարցում եմ երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը ով տարավ։ Վերակենում ասում ազնիվ խոսք ես չեմ տարել։ Ասում տղա ջան, մտածի ես քիչ ինչ եմ հարցնում եմ հաղթանակը ով տարավ։ Ասում եմ ես չեմ տարել, կարող է Սպարտակն է տարել։ Դուք պատկերացնում եք, նյարդայնացած դուրս եմ գալիս սենյակից, տեսնում եմ մեր հարգարժան ուսմասվարին։ Նույն պատմությունը պատմեմ, պատկերացնում եք այդ տգետը ինձ ինչ է պատասխանում։ Ասում է մուսիկյանն է հաստատ տարել։ Տիկին Մեսրոպյան, ես լիովին կիսում եմ ձեր վրդովմունքը եւ գտնում եմ, որ այս հարցը արմատականորեն պետք է լուծվի։ Ուղղակի այստեղ մի նրբություն կա, ասացիք երրորդի գն էր, հա երևի։ Այո, երրորդի գն։ Ախր դրանք է մի բան, որ տանում են, էլ հետ բերել չկա։ Ինչ նորություն կա, Սուկյաս։ Առանձնապես ոչի բան, շեֆ ջան։ Սերգեյ Սմբատիչը կնգարից բաժանվավ։ Գուտապիչը Mercedes-ը ծախեց X5 արավ էս վերջերս։ Դե տարածքիչն էլ օբյեկտը վերջը սարքես պրծավ էլի։ Այդքան է։ Սպորտից ինչ կա։ Սպորտից շեֆ ջան, տղուս ուզում եմ Վահաչեմեսրը տանեմ կարատեի տան։ Եղանակներ սենց անում էլի, առավոտը արև, ցերեկը անձրև, առավոտը արև, ցերեկը անձրև։ Չնայած վաղը խոսք է տալի առանց տեղումների, շեֆ։ Սուկյաս, ես ինչ դանդաղ ես քշում, մի քիչ արագացրու։ Զամերին հավաքել եմ նախարարությունը, բոլորը սպասում են, ուշանում են։ Ախր պարոն նախարար, կառավարական փողոցը ոնց արագ քշեմ, 50 կիլոմետրից ավել ես քշում, գայշիկները կանգնացնում են։ Հələ մի հատ քաշի աչ կանգնի։ Քաշի աչ կանգնի ես եմ քշելու։ Հələ տենամ ով է կանգնացնում ինձ։ Քաշի։ Եղավ շեֆ ջան։ Հələ տենամ ով է ինձ կանգնացնում։ Շեֆ ջան, մի քիչ կամաց, էլի ցավը տանեմ։ Շեֆ, լավ էլի կամաց բավարոտ զգուշ։ Շեֆ, մի քիչ տորմուս տուր, շեֆ։ Հա չենք ուշանում, շեֆ։ Շեֆ, հենը կանգնած է, շեֆ, զգուշ։ Դե կանգնացրի, շեֆ։ Որ ասում են, շեֆ, տեսար կանգնացրին։ Կանգնացրին, հələ տենանք ինչ են ասելու։ Չնայած ճիշտ է, հեսա շեֆը սուդան ցույց տա, տենամ ինչ են ասում։ Սերժանտ Նկատյան, իմ կողմից խախտում նկատվեց, արագ եք երթևեկում։ Լինում է, պատահում է, կյանք է։ Ձեր փաստաթղթերը։ Կներեք։ Բարի ճանապարհ։ Ինչ ես փեդացել, հələ փեդը դիչացրու։ Խախտում էր արել, չի թողիր, որ գնար։ Էդ ով էր։ Չգիտեմ ով էր, բայց շոֆերը նախարար էր։
օգնեցեք։ Օգնեցեք։ Մի անհանգստացիր, որդյակս, ես քեզ հետ եմ, բաց թող ձեռքդ, վայր ընկիր, և կհայտնվես ինձ մոտ դրախտում, մի վախենա, բաց թող ձեռքդ։ Ուրիշ ով կա, օգնեցեք, օգնեցեք։ Нью-Йорк, наши дни, Всемирный адвокатский центр. It's your birthday. We gon' party like it's your birthday. We gon' sip Bacardi like it's your birthday. And you know we don't give a fuck. Адвокат Дьяволов, Find me in the club, bottle full of bub, look my адвокат Барсевский, taking drugs. I'm in the адвокатская контора Джонсон, Джонсон, Джонсон и Джонс. club, get into getting rough. You can find me in the club, bottle full of bub, look mommy, I got the X, get into taking drugs. I'm in the having sex. Здравствуйте. Садитесь. I want to speak with Mr. Johnson. Я хотел бы поговорить с мистером Джонсоном. I'm sorry, but Mr. Johnson is outside. Простите, но мистер Джонсон только что вышел. Okay. In this case, I want to see to Mr. Хорошо, в Johnson. таком случае могу ли я переговорить с мистером Джонсоном? Mr. Johnson is just as a private. Мистер Джонсон сейчас делает уикенд. And maybe I help Mr. Johnson. Тогда, может, мне поможет мистер Джонсон? Man, Mr. Johnson is a guy 20 years Эй, ago. парень, мистер Джонсон уже 12 лет как умер. Man, I'm so sorry. Я сожалею, so я sorry. искренне сожалею. Listen, Посмотри мне в глаза. I'm Мне so действительно очень жаль. Забыли. In this case, I Ну ладно, тогда я думаю, может мне посоветоваться с мистером Джонсоном? Я вас слушаю. Мой кузен попал в передрягу. Он испотрошил одного черномазого. Что вы делаете? Нет без тревог, ни сна, ни дня. Ես ամբողջ օրը տանը չես ունում, ալին չի։ Տարիս մեր կատվին շպրտենք դուրս էլի տնից։ Ոնց շպրտենք, ես իմ կատունը։ Տատի սաղ շորից վրա մազը, որ գնում եմ մազը ամոթա տատի։ Հա ոչինչ, դու որ սաներվում ես շոյից վրա մաշ չի լինում։ Կատու հայրը կենցանի է, չէ ես առանցից կատվի չեմ գնում։ Տա գոնե տանքից մեր հարևաններին շպրտենք, բայց տանք հարևաններին պրծնենք էլի դրանից։ Այ տղա վերջացրու, ասում եմ, ես իմ սիրած կատուն է, ես առանցից կատվի կյանք չունեմ։ Այս կատու որ փախնի, ինչ ես անելու բա։ Դե կտխրեմ, կմեռնեմ այդ դարդից, բայց չի փախնի։ Ոնց է լրնի ինքը տան ճամպեն իշում։ Բա որ փախնի։ Չի փախնի։ Չի փախնի։ Сердце мое не камень. Я прилечу, ты мне Տատի, скажи. ես գնամ քաղաքի չմագամ գամ։ 5, 4, 3, 2, 1 Այստեղ ես քեզ հրաժեշտ կտամ Ազիզ ջան։ Աշկիս տատի մոտ մեր կոր սուք ա լինելու։ Millénaire, donne-moi une bonne raison de fêter ce nouveau millénaire. Где-то жалейка плачет. Հալո, Տատի, հալեն չի ջան։ ես եմ տատի ջան։ Որզիկը տաննա։ Տաննա, Ոնց տաննա։ երկու ժամա չկար, հիմա նոր եկելած, կեղտոց, ցեխոց, լողացրեցի, հիմա կողքս պարկացա։ Լավ։ Հեսա գալիս եմ։ Հանգիստ։ Անցել անգամ ճանապարհը կթարտուն, հիմա ճանապարհն էլ իմանաս չես կարանա հետ գաս։ Հիմա լավում ես, տատին ես անգամ մի
40-օրով սուկ ապայելու։ Կարող է թրաշել բայ։ Տատի, Ալեն չի ջան։ Ուրզիկը տաննա։ Տաննա։ Ինչ անում։ 4 ժամա չկա, նոր եկավ ու կեղտոտ, ցեխոտ։ Գերակրեցի կողքս պարկացա հիմա։ Прости меня, ты именно за то, что я выменял тебя на одну минуту прошлого. Все, что на мою свалилось в голову, внезапная эта ностальгия. Ты зрелая, смелая, черным по белому. Ստուս դաժը խաչատուր ապորանը հետ եկե։ Գեյմով արազես։ Мы же не такие. Это был неравный бой между небом и людьми, между сердцем и судьбой под названием Сель-Авив. Победитель будет Нет без тревог ни сна, ни дня, где-то жалейка плачет. Ты за любовь прости меня, я не могу иначе. Ալո։ Ալո։ Տատի ես եմ։ Ալենչիկ ջան։ Ուրզիկը տաննա։ Տաննա։ Հա։ 6 ժամա չկար։ Երևի դուրս է խաղում է, դե գիտես գարուն է։ Լավ էդ կարևոր չի։ Հրը դրանից իմացի հետ գալու ճամփեն ոնց է։ À 18 ans, j'ai quitté ma province, bien décidé à empoigner la vie. Le cœur léger et le bagage mince, j'étais certain de conquérir Paris. Chez le tailleur le plus chic, j'ai fait faire ce complet bleu qui était du dernier cri. Les photos, les chansons et les orchestrations ont eu raison de mes économies. Je me voyais déjà en haut de l'affiche, en 10 fois plus gros que n'importe qui, mon nom s'étalait. Je me voyais déjà adulé et riche, signant mes photos aux admirateurs qui se bousculaient. J'étais le plus grand des grands fantaisistes, faisant un succès si fort que les gens m'acclamaient debout. Je me voyais déjà cherchant dans ma liste celle qui le soir pourrait par faveur se pendre à mon cou. Mes traits ont vieilli bien sûr sous mon maquillage, mais la voix est là, le geste est précis et j'ai du ressort. Mon cœur s'est aigri un peu en prenant de l'âge, mais j'ai des idées, je connais mon métier, j'y crois encore. Rien que sous mes pieds, de sentir la scène, de voir devant moi un public assis, j'ai le cœur battant. On m'a pas aidé, je n'ai pas eu de veine.